Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին եւ մեր հաղորդումները հետեւողներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել նաեւ Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, բարի վերադարձ։ Շնորհակալություն եմ հայտնում Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Եվ իհարկե պետք է սկսենք պետություն եւ եկեղեցի այս հակամարտության հետ կապված ինչ հետևանքներ են լինելու եւ ընդհանրապես այս ուր է տանելու, եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնում, ամեն օր նոր գրառումներ, խոստացել է, որ մինչեւ վերջ է գնալու, կաթողիկոս Արանը կարծես թե ինչ որ չափով որոշակի հարցերի պատասխաններ չի տալիս, նույնիսկ Հայաքվեն հիմա կազմակերպել է պաշտպանություն եկեղեցու, այնտեղ հերթապահություն են իրականացնում, վեհափառին գիշերը հավատացյալ ժողովուրդը դիմավորեց օդանավակայանում, Մայրաթուր Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի համաձայն հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների ինչ է տեղի ունենում, երբ պարզում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձումից հետո զավակ է ունեցել։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը խոսքից արդեն փորձում է անցնել նաեւ գործի։ Ուրեմն ինչ է տեղի ունենում, կարծում եմ ոչ բան է տեղի չի ունենում, այլ հեղափոխություն շարունակվում է եւ գողապետությունը փուլ առ փուլ ցույց է տալիս իր նեխածեությունը, որ հարթա այս միջավայրին հասավ, դա չպետք է զարմանանք։ Եվ ես հիշեցնելով եմ ասել, որտեղ Սերժի են կառավարման մառախլապատ ժամանակներում էր եւ կոնցեպցիան բացահայտեցի ասից Հայաստանում գողապետություն է, լութոկրատական իշխանություն, deep state է։ Այդ deep state-ի բաղադրիչ չէ այս իշխանը, եկեղեցին է, եկեղեցին մեր եկեղեցին չէ, այս եկեղեցին կբացատրեմ ինչի եմ դա ասում, երբ չծավալվենք էլի շատ էլ բան չկա։ Հիշեցնեմ նաև, որ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցությունը միակ կուսակցությունն է, որ 5 տարի է եկեղեցիներով, վանքերով, դավանանքին անդրադառնալով եւ այլն հիշեցրել պահանջել է, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի պիտի մաքրվի ուրեմն բոլոր պիղծերից, KGB-ի պիղծերից, կլամի պիղծերից, արհեստականորեն թափանցածներից եւ այլն, ինչ որ կա։ Եվ պատական չի տերմինին մեջ եմ հրաժարվում, ես ասել եմ կարիքին ուզուրպատոր, որտեղ անդրված օրը իշխանությունը յուրացրել, որտեղ այնտեղ եղել են միլիցեք ընդրողներ, եղել են չեկիստներ, եղել են անհավատներ եւ այլն, էլի։ Եղել է նաեւ Աստծո պատիժը, ես իհարկե այդ կարգի հավատացյալը չեմ, գործարքը որ եղել Աստծո պատիժել է եղել, հետո եղել է ուրեմն հիշում եք ազգային ժողովի իրադարձությունը եւ այլն։ Իհարկե, հիմա մի բան ասեմ, որ ես ներկայացրել եմ ցանկացած երևի թե ամեն ձմեռված բացի 5 տարի երևի ամիսը 1-2 անգամ մեր եկեղեցիներում, մեր վանքերում եղած վիճակը, փնթիությունն է, աղբը, որ շուրջն է, ինչքան եմ դիմել ասել եմ մաքրեք, ինչքան եմ մոտեցել քահանաներին ասել եմ լսեք, այդ ձեր շորերը լվացեք, մազերն մի քիչ կարգի բերեք, այդպես չի որ եւ այլն։ Հիմա չխորանանք ինչ է։ Առաջին, երկրորդը ավելի մեծ խնդիր կա, որը շատ կարեւոր է։ Ուրեմն ես եպիսկոպոսաս դասը որպես կանոն վարդապետ շրջաններում Վարշավում կրթություն չի ստանում Հայաստանում եւ հայ առաքելական եկեղեցու շրջաններում, այդ Էջմիածնի բանի մասին չի խոսքը, դա միջին մի բան է։ Որպես կանոն սրանք կրթությունները շարունակում են Սերգիե Պասատում, ռուսական ուղղափառ եկեղեցու կենտրոնում, իսկ մենք գիտենք, որ ասենք այսպես ասեմ, Մգիմոն, բանը, Բադրիսլումնվայի համալսարանը, Դրուժբե Նարոդը, Սերգիե Պասատը KGB-ի ուրիշների գործակալներ պատրաստելու միջավայր է։ Հիշեք հեղափոխություն եւ ապստամբական օղակները, արտգործնախարարություն մեզ, Մգիմոյում արտած շրջանավարտներ, բոլոր հեղափոխության դեմ են եղել եւ ակտիվ եւ այլն։ Իսկ այս բարակայում ուրիշ հարց կա, գերչունը ստանում նաեւ Աթենքում ակադեմիաներ կան, էլի, Վիեննայում եւ այլն։ Հարցը ինչի մեջ է այստեղ ավելի բարդ։ Մեր եկեղեցին մոնոֆիզիտ է։ Եթե դուք եպիսկոպոսների հետ զրուցեք,
դավանանքի մեջ չմտնենք, դա որտեղ աստվածաբանության այլ հարցերի մեջ է, վարդապետների եւ եպիսկոպոսների կրթված մի դասը տեղյակ չի, որ մենք մնաց եղել ենք, մնում ենք որպես եկեղեցի մոնոֆիզիտ եկեղեցի, ընդ որում լավագույն ձևակերպումը տատվել է Օձնեցի մեր կաթողիկոսը, Օձուն գյուղում որ կա, ամենալավագույն ձևակերպումը է, իսկ եթե ագրեսիվ ու դգետ են ու ուրեմն շատ կրթված այդ կենտրոններում ձեզ այդ կվիճեն, որ մենք մոնոֆիզիտ չենք եւ այլն, այս վիճակն է։ Ես ժամանակին հեղափոխությունից հետո այսպես խոսքով եթերից դիմեցի կաթողիկոսին ասելով, երբ որ շարժում կար, եկեղեցին ժողովրդին խիստ անհրաժեշտ է սորինել, իսկապես անհրաժեշտ է նաև պատմական փորձով բոլոր այս ժողովուրդները, որոնք հետ պատերազմի շրջանում վերականգնվել են, լավ Գերմանիա, Ճապոնիա եւ այլն բոլոր իրենց եկեղեցիների հոգեվոր եւ բարոյական ավանդները ներդրել են իրենց մենք էլ մերը պիտի ներդրենք, իսկ ասել եմ քո անձի վերաբերյալ ամեն ինչ խոսակցություն կա, նաեւ խոսում եմ որ ԿԳԲ-ից է ռուսական, բայց շինարար հատկություններ ունես, արի մեր ժողովրդի խիստ անհրաժեշտ է, խիստ մեր եկեղեցուն սեփական ակադեմիան ունի, նա որտեղ մոնոֆիզիտ այդ դավանանքը ուսումնասիրվի, նաև մենք քույր եկեղեցիներ ունենք, ղպտիներ, ասորիներ, եթովը նրանք էլ ճար չունեն այդ կրթություններ, եւ այստեղ կգան եւ այլն, այդ մարդը հաղորդակցված հաջորդ օրը ինձ խոստացավ տետատետ հանդիպում, բայց ոչ բացահայտ, իհարկե դա ինձ հետաքրքիր չէր ոչ բաց խապեց, բայց ես ով որ ասեց, ասի խապում է, նայեց այդ չուզում, հանդիպել ժամանակը շահում եկել հաջորդ օր զանգեցին, թե բայց ամեն դեպքում տրամադրվածությունը այլ է եղել, ոչ թե ինչ որ ձեր չէ, ես ասել եմ կարողություններ ունես, շինարար ես նկատում եմ խուսափելու բան չկա խուսափելու, որ ինքը կարող էր այդ ակադեմիան ստեղծել իսկական ստեղծել կոնկրետ առաջարկ եւ ավելի այո, իսկ ինքը ես նաև այսպիսի բան էի ասել, որ եկեղեցու ծառայելը մեր բարակայում չի նշանակում կաթողիկոս լինել, կաթողիկոսի գահի վրա մեռնել, կամ անպայման կաթողիկոս լինել, որտեղ մեռնել։ Ամենաշի կարելի է եկեղեցուն ծառայել որպես մոմավաճառ, կարելի է եկեղեցուններ նման քայլել, ինչ-որ բան եւ այլն, եւ արտադրիչի մանավանդ ես ուզում եմ այս կոնֆլիկտը չլիներ, մի խոսքով դու կարող ես այս ոլորտը իսկապես նկաներ, բայց դե հետո հաջորդ օրը զանգեցին, թե Ամերիկա է գնում ինքը եւ այլն, այսպես մի խոսքով ծրվեց խոսակցությունը, բայց ինքը հենց հիմա ինքը միշնորդ Եվան միանգամից քեշեն ինչ էր։ Այսինքն դա հեղափոխության առաջի շրջանն է, երբ որ տեղ բաներ էին լինում սրանք, երբ որ տեսանք, որ փտած ռեժիմը դիմադրում է, ճիշտ է, Սերժը գլորվեց, բայց մնացածները կատաղի, բայց որովհետև այս վիճակը մեզ ծերնդու չէր, մենք պետք էր, որ ինքը հեռանար են առաջարկեր, որ այսինքն են, որ ասում են էլի, տաշած քարից մի բան էլ թողա, թող օգուտ լինի, եւ այլն։ Մի խոսքով հիմա դա ուզում եմ ասել, ինձ համար հետ շնորհություն չկա։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության կոչերը բազմաթիվ անգամներ են եղել, նույնիսկ մարդիկ ինձ ասում են, արի կազմակերպի ֆիզիկական իմաստով, ես ասում եմ, չէ, դա իմ գործը չի, բայց ես պահանջում եմ, վարչապետն է կարծես ուզում կազմակերպել, հիմա սա ես քաղաքացի եմ, կուսակցություն եւ այլն։ Հիմա ես հասկացա, որ երբ որ վարչապետը սա ասեց, Դանակ Ոսկորին է ասել, գիտեք ինչու, հիվանդության նման է։ Ես մի բժիշկ բարեկամ եմ ունեցել փոքր ժամանակ, երբ գյուղում շատ խելացի մարդեր, բարձր բուժակ էր էլի, լավ, բայց շատ խելացի մարդեր, ասում են, լսեք, եկեք, եթե հիվանդություն ունեք, հիվանդությունը փորձեք բուժել, մի ձգեք մարդ չիմանա, հարևանը չիմանա, սիրաստեղեն չիմանա, խնամին չիմանա եւ այլն, որտեղ տանի որ պայթելու է վատթարագույն ձևով իմանալու են դուք էլ չեք բրգվելու։ Հիմա կարծում եմ այս վիճակն է առաջացել եւ դա ուրեմն նորմալ է, այդ իմաստով, որտեղ հակասություններ եկել են, իշխանությունը ինքը պարտավորություն ունի երկրում հետևելու, պարտավորությունը երկրում հետևելու, բայց հոգևոր դասի համար էլ ունի, եթե հայերի մեջ տարածվել է թե չունի, դվոր չունի։
այդ ունենալը սահմանված է երկրորդ մասով, ուրեմն այդ որ պետք է լինի, ես ասեմ որ քաղաքացիական կառավարությանք են քաղաքացի, այս Ղարաբաղյան կլանը 2000 հոգով ինչ լինում է հայաքվե, հայվանակվե, այս հիմա կաթողիկոսակվե վազում են, որտեղ սրանք ինչ-որ գործ են ջարել, լեսը էլի, դեմ լինել, որտեղ իրենք չեն ուզում նյութականը վերադարձնեն պատասխանատվությունը և նաև դրհաճ է իհարկե բացվի, որ բոլորը երևի 90% ռուսական գաղտնի ծառայությունն են։ Այդպես էլ վարի տվեցին Արցախը, այս մեծ մասը տեսեք, սրանք վարի տվողներն են, շարի ևան, հիմա դրա մեջ ուրիշ բան է, մի խոսքով այս հարցը ոչ մի բաներ կարծում եմ չի լինելու և անվտանգության ուժերին Հայաստանի Հանրապետության կուսակցության ամուսնիմում եմ և նայում եմ, տեսեք Միացյալ Նահանգներում ինչպես է անվտանգության ուժը աշխատում, այդպես պետք է աշխատեք և դա խիստ դեմոկրատական է, մահակներով ուժային կառույց է, ով որ պետության դեմ է դուրս գալիս, նա պետք է աշխատի, նույնիսկ այս հոգևորականները թող հոգևոր գործով զբաղվեն, երեխա չունենան, եթե երթվել են, որ չպիտի ունենան, ես ոչ Պարոն Շիրինյան, այսինքն պարզ եք տեսնում կոնֆլիկտի լուծումը, շատ պարզ եք տեսնում։ Շատ պարզ է, դուք եք բարդացնում, դուք կոնկրետ չգիտեմ, լրատվամիջոցները բարդացնում են և այլն, որտեղ լրատվամիջոցների մեծ մասն են գողապետությանն են։ Ինչ ելնել, ոչ բանը չեղել, հիմա մինչև հիմա ինչ եղել, որ ինչ լինի։ Հիմա լինելու է հերթական մի հատ փրփուր բարձրացավ, այս մարդը վարի է գնում, ուղղակի դիմադրելով է գնում, բայց լավ կլներ, որ խոսեին, որտեղ մեր եկեղեցին է, աղմուկը չեններ, և նման բաներ, հիմա առաջ անցնենք։ Խոսեին ովքեր խոսեին, վարչապետը և կաթողիկոսը խոսեին։ Իհարկե կարելի էր, ես միշտ ներազգային քաղաքականության ներպետական հարցերում միշտ կողմ եմ եղել կոմպրոմիսին, այնքան ինչքան հնարավոր, ոչ թե կոնֆրոնտացիային, կոմպրոմիսներ և քաղաքականությունը դա է պահանջում, բայց եթե մի կողմը օտարահպատակ է և գողապետական է, նա չի գնա կոմպրոմիսի։ Իրենք ասում են, որ ձեռնոց են այդտեղ, Շիրակի թեմի առաջնորդն ասում է։ Պետության իշխանությունը բոլորին երկրի ներսում ձեռնոց կնետի, ցանկացածին և կատա գանգին, պետության պետական իշխանություն, ասեմ ձեզ, Հայաստանում էլ տարածում են, որ այդ եկեղեցի բան բոլորը հասկանալի է, մեզնից եկեղեցի սիրող և եկեղեցու համար հոգացող չլինի և իշխանությունից, որտև այդ եկեղեցին իր կողքին է պետք, ոչ թե Պուտինի կողքին է պետք հակապետական իր գործնեությամբ, և ոչ թե Իզմիլյանը վերածեք ուսանոցի, տանեք ում մեղադրեն, ուսի թուղթը տակ անառողջության ուղարկեք, ինքն է արել, չէ։ Հիմա մնացածները չեմ ուզում, դրանք բոլորը գիտեն անիմաստ բաներ են, այս չի լինելու նման բան, անվտանգության ուժերը կարծում են, որ իրենց պարտականության քաղաքացիական պատերազմ չի լինելու։ Օրենքի շրջանակներում ոչ մի բան չի լինելու, ինչպես որ ոսկեպարից հետո եղավ, ինչպես որ Վազգեն վերջինն եղավ փրփուր գնաց կախվեց ազգային ժողովի ճաղերից վերջացավ, գոլորշացավ, չի լինելու, չի, որովհետև հաջորդի կամքը այդպիսին է այս իշխանությունը, ով ուզը ժողովրդի քվեով է առաջացել և այդ ժողովուրդը տեղ կրնի իր իշխանությանը, և դա բնական է, զարմանալ վատ չի։ Հիմա այսպես որ, բայց իշկա շուտ լինի, ենքան լավ լինի, փակ էլ բան, բայց նորություն եմ ուզում ասել հարաբերական է հագը, տարածված է, թե իշխանության այսպես ուժերը բաները, ճուղերը իհարկե, սահմանադրորեն տարանջատված են, Եվ հակասահմանադրական է այս ամենը, բայց երկրորդ բառը չեք լսել, դրա համար եք սխալվում, բայց հավասարակշռված են, երբ որ տարանջատումը շատ է գնում, իշխանությունը հավասարակշռում է, երբեմն դուբինգայով, ուրեմն սա մեխանիզմ ունի, թե չէ պետություններ կփլվեն, օրինակ, հիմա, բայց ժողովրդավարության մասին է խոսք, օրենք չխախտելով, երկրորդը պետությունները գրեն չգրեն, որևէ տեղ գրվի չգրվի, ամեն ցանկացած պետություն ունի իշխանության քաղաքական կենտրոն, իշխանության քաղաքական կենտրոնը ուրեմն առաջի դեմքն է իր ապարատով, որը կարգավորում է բոլորը, բացահայտ թե գաղտնի, տեստ թե անտեստ, դա իշխանության իրականացման մեխանիզմ է, կրկնում եմ, իշխանությունը ունի կարգավորման կենտրոն, ըստ Հեգելի, ես գիտեմ, որ հիմա զայրանան այդ վայրը հաճություն լինի,
Հեգելն ասում է եւ այլն, ուրեմն այսպես է, ուրիշ կերպ պետություն չի լինի։ Իսկ պատմականորեն մեր հարցը լուծված է։ Ես այս մարդը երևի մեր եկեղեցու պատմությունն ու տեսությունը չգիտի։ Գարեգին ուզուրպատորի համար եմ ասում, որտեղ ինքն է պատասխանատու այս բոլորի համար։ Անկախ թե ինքը կոպիրկին հետ ինչ հարաբերության մեջ եւ ինչ է հանձնարարություն ստացել Լուկաշենկոից, որ գնաց Մինսկ, եկավ։ Եվ այս բոլորը։ Հիմա Լուկաշենկոն էլ բարձ է ում ծառան է, այսպես, ուրեմն տեսեք ինչ կա, 301 թվականին, երբ որ Հայաստանը հռչակվեց դարձավ պետություն քրիստոնեական, որի գաղափարախոսությունը չէ, քրիստոնեությունն է, ես ասեմ աշխարհում, մենք առաջի քրիստոնյա ժողովուրդը չենք, ասում են մենք առաջի ժողովուրդն ու առաջի պետությունն ենք, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել, կգնեմ, առաջին պետությունն է Հայաստանը, որը հռչակել է երկիրը քրիստոնեական, բայց մենք առաջի քրիստոնյա ժողովուրդը չենք, մեզնից առաջել են եղել, հետո էլ են եղել, մեզնից հետո Հռոմն է եղել մի տասնյակ տարիներ հետո, ինչ եղավ, եղել է կլոր սեղան, ու հիմա այս Տրտատ ուրեմն երրորդ արշագունին, որը իսկապես մեծ է, հանճարեղ է, եպիսկոպոսների ժողով է հրապարակել, այսօր կարող եք վարչապետին դիտեք, եպիսկոպոսների ժողով է հրավիրել, ինքը նախագահել է ժողովը և առաջարկել է եպիսկոպոսներին կաթողիկոս ընտրել Գրիգոր Լուսավորիչին, սա ինչ է նշել, քվեարկեն են, բարձր միաձայն է անցել, ընտեղ միգրաֆոն չեն անջատել, հարաբական կլան չի եղել, կագեբե չի եղել, կամ գողապետական չի եղել, եպիսկոպոսները քվեարկել են Գրիգոր Լուսավորիչին և ընտրվել է հայոց առաջին հայրապետ Էթաթոռը, որ հիմա կա, որը փորձվում է տանել, երկար ժամանակ ռուսներն է ծառայել այդ բաներից հետո, խապկանքով, հիմա տեսեք ինչ է լինում, ինչու է դեպպես եղել, ինչու ասենք Տրտատ մեծը, սրանով սահմանվել է Հայաստանի, ոչ թե հայ ժողովրդի պատմության, հայոց չէ, Հայաստանի որպես պետության պետական կարգի սկզբունքը, ուրեմն գա, թագավոր արքունիկ, արքա, կողքին կա միաշճան ներքև Լուսավորիչ, որպես կաթողիկոս ու վերջացավ, հարցը փակվեց, այսինքն այստեղ էլ կա իշխանության քաղաքական կենտրոն, որ արքան է, թագավորն է, ոչ թե կաթողիկոսն է։ Հիմա կարող է մտածեք, բա եթե Գրիգոր Լուսավորիչի անունը չտանք, ասենք մեկ ուրիշը լիներ, Արշակը, ասենք ինչ կլներ, փորձեր դրան չի ենթարկվել։ Ուրեմն թագավորը ականջից կբռներ, գլուխ կտրեր, կշպրտեր, վերջացավ, այնպես ինչպես Անգլիայում է, ինչպես Ռուսաստանում է, դուք կպատկերացնեք Կիրիլը, Ծուրնայի Պուտինին, ռիսկ կանի, տեսել եք։ Էլ չեմ ասում դեմոկրատական պետություններ, այդպես է Անգլիայում, այդպես է Շվեդիայում, միապետություններ եւ հարցը բերեք փակենք։ Ինք ուղղակի հայերիս մեջ սովորություն դառավ։ Ուրեմն գողացածը դժվար են վերադարձնում, ոնց որ 9 ամսական հղի լինեն, այդ փողը աշխատել են իրենք կրտնքով, դուք կամավոր վերադարձեք բրցեկելի։ Այս մեկն է ոնց որ այդտեղ ծնվել է, եղբայրով եւ այլն, իսկ կարգալույզ լինելու մասին, բան ասելու մասին, էլ ասեմ, ես եկեղեցու կանոններն եմ ասում եւ մեր պետության պատմությունը։ Այն Արամ առաջինն էլ ֆոկուս է արել, Հայաստանյա չասենք հայ ժողովրդի հայ ինչ ասում, հայ առաքելական եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի չի եղել, չկա, չի լինելու, դա հայաստանյաց առաքելական եկեղեցի է, ըստ ուրեմն ամեն ինչի եւ վերջ ուրեմն սրանք ուզում են անպայման շրջանցեն պետականությունը անպայման եւ ահա ոտերի տակ ընկնում են պետականության այդ մամլեջի տակ ուրեմն հարցը այսպես մտնի եւ փակվի Փաշինյան ներսում Նիկոլ Փաշինյանը ունի իրեն աջակիցներ ասում են որ ունի արդեն աջակիցներ կարգալույցներն էլ կմիանան այդ շարժման անհավատները Ես ասում եմ աջակից եմ դե հակառակորդ եմ աջակից եմ եւ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը որտեղ Facebook-ով ես նվանում իր կառուցվածքով կազմով անդամներով տասնյակ հազարավոր համագիրներով վարչապետի ուրեմն կողքն այդ իմաստով, որովհետև դա այդ պահանջը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության վաղեմի պահանջն է,
բացեք Facebook-ը կտեսնեք, այստեղ համընկել իրար հետ։ Եվ ոչ միայն մարդկանց նաև տարօրինակ այս ընդվզումները, իշխանությունն ինչ անում է, քոսոտները մի խումբ մի անգամից դեմ է լինում, ինչ լինում է դեմ է լինում, ինչ եք դեմ լինում, պետություն պետք է կայանա։ Ուրեմն իհարկե մնացած իրենց անձնական գործն է եւ դեմոկրատիայի թուլությունն է, որտեղ մտածել են իրենք ինչ ուզեն, հիշեք հեղափոխությունը մի տարի 8 ամիս լուր էին, որտեղ չէին իմանում ինչ պետք է լինի, տեսան որ ուրեմն դեմոկրատիան շատ է մեր ուրեմն բանը այսպես ասեմ, խեղուկ եւ ահա գնացին դրան։ Դրա համար ես ցույց եմ տալիս ամերիկյան դեմոկրատիայի օրինակը։ Ուրապապահ մարմինները պիտի աշխատեն ըստ օրենքի։ Այստեղ գիտեք դեմոկրատիայի առավելությունն ինչն է, որ ամեն ինչ կատարում օրենքի շրջանակներում։ Բայց օրենքները պետք է լինեն պետության եւ ժողովրդի շահերը պահող, ոչ թե թափթփուկին բոլոր իրավունքը տա։ Երկիրը կողոպտել են, դավաճանություն են արել Արցախում, կանգնել են, ասում են կույս են, ուրիշին են մեղադրում, գոնե լռեն։ Ուրեմն այս է նույն եկեղեցին է, մեր եկեղեցին, կարծում եմ այստեղ ժողովրդին ուզում եմ ասել, եկեղեցի վարչապետ հակադրություն չկա եւ չի կարող լինել, բացառված է։ Խոսքը եկեղեցու ուրեմն պետ տարած ուզուրպատորին գահից հեռացնելն է եւ նոր ընտրություններն են, որը պետք է անցկացվի եւ ռեֆորմներ արվեն։ Ռեֆորմներ պարտադիր, ռեֆորմներ, այո։ այսինքն ժամանակի չափորոշիչներ ինչ որ սահմանել, որպեսզի Պիտի դեռ խորհուրդը եթե կհավաքվի, կնայեն այդ բանականությունը։ խորհուրդը ինչպես պետք է հավաքվի։ Դիլգո Փաշինյանը շատ փիլիսոփայական ինչ որ կողմնորոշումներ է տալիս կամ աչքերով հոգու աչքերով կամ չգիտեմ Ես ինչերով։ վարչապետ չեմ, էլի, ասեմ իմ ասածը, ինք իր գործը, ես երբեք չեմ մեկնաբանել իրեն, թվում է մեկնաբանում իրեն չէ, ես զուգահեռ ասեմ։ Բայց հիմա որպես փիլիսոփա Հիմա փիլիսոփայի չեմ ասում, ինչ են անում։ Ուրեմն այդ հոգևոր խորհուրդը փիլիսոփայորեն կկազմեն, մի փոքրիկ կանոնագիր կանեն, ես վստահ եմ, որ մեր եկեղեցու հազարավոր տարիների պատմություն մեջ նման մի դեպք եղած կլինի, նախատեպը կհանեն, այնտեղ տեղապահ ասեմ, կաթողիկոսի տեղապահ կընտրեն, ես դին այդպես կանեի, ինքը չգիտեմ ինչ անելու, եւ ուրեմն կպատրաստեի մնացած ընտրությունները։ Մեր խնդիրն է, որ լինի այն չափորոշիչների մեջ, ինչ որ պարտադիր է, որ լինի, սա է հարցը, որ հետո կասկած չմնա, թե այդ Վազգենի սպանության մեջ ինքը դեր ունի, չունի, ինչու են այն մարդիկ ընտրություններին մասնակցում, ինչու մյուսները չեն այս բաները դուրս չլինի դա, մեր պետության մեջ նման բան չլինի, որ լինի այնքան կայուն, ինչպես դրտատի ժամանակ, հազարավոր տարիներ հետո կասկած չլինի։ Նա մի բան էլ ասեմ, ըստ կանոնագրի նաև բուսակերոնության մասին։ Բուսակերոնությունը իհարկե մեր եկեղեցու կանոնադրության պարտադիր է, եւ որևէ մեկնաբանություն այստեղ չի կարող։ Առաջարկում են հրաժարվել։ Չէ, դա իրենք չեն կարող, դա եկեղեցական ժողովը պետք է անի։ Վերեք, մենք եթե ուզում ենք պետություն, ամեն ինչ անենք օրենքով, կարգով, կանոնով, նաև բանականությամբ։ Կանեն, թող քննեն հետո։ Ուրեմն Բուսակերոնությունը վերաբերում է վարդապետ եւ վերև, եթե պաշտոններ են հիերարխիայում, ուրեմն հետո arczepiskopos եւ այլն։ Ով որ չի ուզում բուսակերոն ծառայել Աստծուն, Հայաստանին, ինչ որ ուզեք, չի դառնում բուսակերոն եւ վարդապետ։ Գնում է քահանա է դառնում։ Իսկ սրանք տեսեք ժուլիկները, ուրեմն հանգ բուսակերոնության երթում են տվել, ուրեմն հավատություն են Աստծու հանդեպ, բուսակերոնություններ չեն պահել, ուրեմն բայս սրանք հոգևորական է։ Դե հələ դեռ չեն պահելը պետք է դեռ Չէ, ես չեմ ասում, ով վիճուն է, գործը չի, ոնց գործը չի, դու կարող է Պուտինին եք ես զեկույց տալիս, հա ժողովուրդը դիմանա, ոչ թե ստուգի, դուք բարոյական եք, թե չէ, վարդապետից մինչև կաթողիկոս, տարերի ընթացքում մեր ժողովուրդը հոգևորականին, գիտեք ոնց է վերաբերել, կաթողիկոսի դիմաց խոնարհվել են, մենք Օրմանյան ենք ունեցել, Խորեն Մուրադբեկյան ենք ունեցել, այս ժուլիկները չեն, որոնց սուլտաններ կաշառում չէ, ցարներ կաշառում, Խրիմյան հայրիկ, էլ չանցնեմ
Սուրենյանց են ունեցել կով եք այդ չեկիստներ, եկել եք էտել եք ապագանում են, երեք մի կատր նայեց մի հատ հոգևորական ժպտում է, դա ասում է Հայաստանում, են Աղազարյան հովիկն է ասում է Հայաստանյան, ինչ ասում Հայաստանում դու գտնես մեջները, չկա բուսագրոն, ես էլ ասում եմ եթերով ինչի ստուգել ես, դու ինչ գիտես չկա, բայց պատմությունն ապացուցում որ միշտ էլ եղել է մի խաթարեք, ասում չեք ուզում բուսագրոն լինել, չեք ուզում եկեղեցուն Աստծուն ծառայել այդ ձևով, մնացեք քահանա եղեք, ձեզ ոչ մեկը չի պարտադրում, դա ընդհանրապես երկրորդը, ով որ մտքի մեջ հետո փոխվում է լինում է, ուրեմն նա կարգալույծ է լինում, եկեղեցուց եւ նրա արտոնություններից եւ պարտական դուրս է գալիս։ Հիմա այս չեկիստների ժուլիկի բան են անում, գողապետություն է, չէ, ժպտում են, դե ասում են մեր գործն է եւ այլն, դե եթե ձեր գործն է, դե գնացեք ձեր գործով։ Ընդ որում Նաթան Սրբազյանը երեք ասում էր, որ Փաշինյանը այս նույն ոգևորությամբ թող անհետ կորածների հարցը լուծի։ Ուրեմն ով էր ասում։ Նաթան Սրբազյանը։ Նաթան Սրբազյանին ասում են, որ հերիք է քթերը թողեք պետության գործի մեջ։ Իրենց ոլորտը միայն հոգևորն է։ Եվ հերիք է խո։ Հիմա ասեմ դա։ Իրենք առիթը տվեցին, որ վարչապետը սկսի այս ձևով վերաբերվել։ Վարչապետը բռնցրեց այն ժամանակ իրենք, երբ որ այդ կուլմինացիայի մեջ էին, ինձ այդ ձև է թվում։ Ոչ թե առիթը տվեց, այդ առիթը ես 5 տարի ասում եմ։ Այս մարդիկ այդ մարդիկ չեն։ Իհարկե մեջները ես բազմաթիվներ եմ ճանաչում։ Երուսաղեմում ուզում եք Ամերիկայի արևմտյան թեմում, ուզում եք Հայաստանի Հանրապետության լիքը, պարկեշտ հայի կերպարով եւ իսկական հոգեվորականներ, մենք պակաս չունենք, Աղազարյան հովիկը թող չստուգի ովքեր ինչ են, ինչ չեն։ Պաշինյան, քանի որ դուք եք այս հարցի մասին մտածել, որոշակի ձևով դուք ունեք այդ տեխնացուն ձև։ Չէ, ես չունեմ, չեմ էլ ուզում խառնվել։ Բայց հաստատ կունենանք այն, ինչը ուզում եք։ Չեն, դե կազմակերպեն, էլ եկեք չբարթացնենք։ Այստեղ էլ իշխանությունը կունենա։ Ես վստահ եմ, որ կունենան, ասեմ ինչու, իմ վստահությունը պատմության վրա այս բարակայում։ Մեր եկեղեցին այնքան առաջադեմ է եղել, այնքան պրոգրեսիվ է եղել, այնքան ազգային է եղել, մինչև այս չեկիստների ձեռնելը, այլապես մենք ցեղասպանության ոնց կդիմանայինք, որ այդ մեխանիզմներով կգտնեն այն ինչ որ պիտի գտնեն, ես չեմ ուզում խառնվենք, մենք չխառնվենք։ Դա չեկիստները պետք է հեռանան։ Բայց որ պիտի հեռանան, միանշանակ է, ոստե, մարդը կուսակրոն չի, մարդիկ վերջացավ, մեկնաբաներ չկա, են Աջափ Սանտալյանն էլ պիտի գնա, եթե ինքը պաշտպանում է տեսակետը, ինչու, որովհետև հետո երբ որ նորը կլինի, նորը ենթադրեն, կհավաքվեն եկեղեցական ժողով կանեն մաքուրները, այն ժամանակ եթե կորոշեն որ բուսագրողություն պետք չի, եթե պետք է, բայց մենք չպետք է խառնվենք։ Բայց ռեֆորմներ ամենևին պետք են։ Նաև պարտադիր մաքուր շորերով կոկիկ հայոց լեզվով խոսելը պարտադիր է։ Գրապարիմանները։ Եվ ոչ չուլանանոց եկեղեցիներով։ Եկեղեցիները դուք գիտեք չեմ ուզում ասել, մեր Բայց նման մոտեցումը վարչապետի կողմից ընդունել էր նման ձևով հայտարարություններ անելը։ Չէ, դուք ուզում եք անպայման ասեմ վարչապետի համար, վարչապետին նկատում եմ դուք ինքներդ քաղաքական ուժի ղեկավարեք եւ բոլորը պետք է կարգավորվեն, որտեղ ուրեմն Հայաստանում առանձին անհատներ եթե եղել են թե չէ, առաջին ես եմ բարձրացրել եկեղեցիները, ես չլինելով մոլերանտ բանի էլի այդ մոլերանտություն չունեմ, բայց դա աթեիստ եք, աթեիստ եք։ Աթեիստ չեմ իհարկե, բայց մոլերանտ չեմ, ես ընդհանրապես մոլերանտներին ատում եմ։ Մոլերաններին, թեիստ, աթեիստ եւ այլն, որտեղ դա սխալ բան, նորմալ է։ Ուզում եմ ասեմ, որ այդ եկեղեցիները պիտի մաքրվեն, անցած տարի կարծեմ Հաղարդենից էր հատուկ գնաց հաղորդում տվի։ Ասի այստեղ միլիարդավոր դոլարներ կարելի աշխատել, երկրին փող է պետք, մաքուր պահեք։ Մեկին էլ ասի զբոսաշրջության հետ կապված։ Հա, նայում մեր եկեղեցին նախ պետք է մաքուրեն, առանց բանի։ Երկրորդն է փող աշխատեք։ Փող աշխատեք կանոններով, այդ մաքուր տեղերը լինի, այնտեղ էլ խեղճ փերեզակներ կան, վաճառական, մեկ տաղավար սարքեք, այդ կանայք մեղք չեն արևը գլխներին բան։ Մենք եկեղեցի մասին է խոսքը, ամեն ինչ պետք է կարգի բերվի։ Եվ սրբության վերաբեր, ձևի ամարջի, գիտեք ինչ կա մեր եկեղեցին, բայց եկեղեցի քարերն ընկած են եկը չուզում դնի։ Ես կաթողիկոսին ինչ առաջարկ ունեմ, իրեն չի արդեն նոր է գողին։ Մինչև արտասահման կֆռռասա դուբայներ, այսպես ասեն ինք հասկանը, մի հատ եկեղեցիները Հայաստանում կման կկաս,
ինքդ կտեսնես ֆիզիկապես ինչ վիճակներում մի խորշի քո ժողովրդին այդտեղ հանդիպելու հավատացյալներին Հայաստանում տես մի հատ եկեղեցիներում տեսել ինչ կա ինչ չկա եղավ Տապանում եկեղեցու տեղ եմ հարցնում մարդիկ տեղյակ չեն Բայց պատմական եկեղեցու մասին է խոսքը։ Պատմականը որս է եկեղեցի էլ իրենց կողքին կաթոլիկոսը որ մի օր գա այդ ճամփով գնա բոլորը տեղ կիմանան չէ բայց ինքը Դուբայներում է ժամանակ ունի Ամերիկաներում է Կանադաներում է հեռավոր Ավստրալիաներում է ժամանակ ունի բայց Հայաստանն էստեղ այնտեղ չի Հիմա մարդիկ էլ գիտեն Այդ ուրեմն Հայաստանը սփյուռքում է հետո երկրի ներսում, այդպես չի։ Ուրեմն դրա համար էլ այդ հարցերը։ Այնպես որ լինենք լավատես եւ հետևենք զարգացումներին, ես վստահ եմ որ չեմ ուզում դե կոնսենսուսով հարցերը կլուծվեն նորմալ է։ Դեռ խնդիրը կա, դեռ հայավարի են լուծում, խժդեժ էլի, լավ կնյակ ստեղ։ Հետևենք այդ հարցի հետ կապված զարգացումներին դուրս գանք հիմա կարճատև գովազդային դադարի եւ խոսենք Հայաստան-Իրան հարաբերությունների դուք վերադարձել եք Իրանից հաստատ նոր ասելիք կունենաք եւ փաստորեն Իրանի իսլամական հայտարարությունը մի հետաքրքիր եւ սկանդալային հայտարարություն արեց Նա լավ գովազդի դուրս գանք որից հետո այդ ամենի մասին դուք կխոսեք Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը, հետևեք խնդրեմ Եթերը խանդար Տնտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Ցիկել է դու պարզ։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ Պարոշինյան շարունակենք մեր զրույցը։ Վերադարձել եք Իրանից, Իրանը սկանդալային հայտարարություն արեց, որ Զանգեզուրի Միջանցքի փաստորեն այդ Միջանցքի գործարկման այդ օպերացիան, ասպես ասած, ինքը կասեցրել է, մի խոսքով։ Դուք գալիս եք այնտեղից, կապ ունի ձեր այցը կամ թե հանդիպումներ եք ունեցել, ինչու ստացվեց հենց այս։ Ուղիղ կապ չի կարող ունենալ, Իրանը ուղիղ չէ, բայց ասեմ, անկեղծ ամեն ինչ կասեմ, Իրանը հսկա պետություն է, ահռելի պոտենցիալով եւ պետականամետ ժողովրդով, սա պիտի ասվի, նաեւ հրաշալի ավտոմայրուղիներով։ Աշխարհի միակ երկիրն է, որտեղ եղել եմ, ինչ կան մեքենան վարես, փոս չկա։ Հայաստանում ինչ կան վարես, խոսից բացի ուրիշ բան չկա, թեկուզ կարկատան։ Դա Իրանն է եւ այսպես։ Ես եղել եմ իմ ընկերների հետ փոքրիկ մի պատվիրակություններ անշուշտ կուսակցությունից իմ ընկեր կուսակցական ընկերոջ հետ Դավիթի եւ թղթարկեց եւ այլն ինչ-որ է 4 հոգի էինք եւ պետական հրավեր էր։ Պետական հրավեր էր, դա Իրանը նկատի ունեմ, ուրեմն 89 թվականին Խոմեյնին մահացավ, հունիսի 4-ին է, եւ այդ օրը մահմեդական աշխարհը շիա հիմնական, շիաներն են, չգիտեմ ճիշտ ասած սուննիներ կան թե չէ, հազարավոր մարդիկ հոգևորական հիմնականում հավաքվում են եւ Խոմեյնիի մահվան տարելիցը նշվում է մեծ շուկով, շատ։ Այդ շուկի մասն էլ հետեւյալն է, Ռախբարը, հեղափոխության առաջնորդի պատվին գործող իշխանությունը, Խամենեին, հոգևոր առաջնորդը, որտեղ գիտեք, դա կրոնապետություն է, արդյունքի իմաստով, ոնց որ թե արդյունքներն է ամփոփում նախորդ տարվա զարգացման եւ ու նշում է հաջորդ տարվա զարգացումները եւ հավատացյալ լինել է այդ ամբողջ հոգեվոր դասը այդ ուրեմն կամ քաղաքացիական գուցե շնեղացնենք այդ էլ կա հսկա մզգիթում հսկա որ կառուցված է Խոմեյնիի պատվին Թեհրանից մի քանի կիլոմետրի վրա է ուրեմն լսում է այդ ամբողջը եւ այլն էլ ինչ որ կա եւ երկրպագում են ասում են ըստ իրենց կանոնի կարգի եւ շատ բարեկիրթ ասեմ ձեզ կազմակերպված ստուգումներով տերոր եւ այլն մերձարմիշին արարքից երբ չկա չնեն ես իշքան փորձեցի հասկանալ մեզնից բացի մարդիկ կային քրիստոնյա ես չկարողացա հավանաբար մենք միակն ենք այդտեղ արդեն ձեր ասացի ինտրիգայի մասը Իրանի հարաբերությունը Հայաստանի հետ եւ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահը հրավիրված կրոնական նկատի ունեք ինչ էլ լինի այնտեղ երկիրը կրոնական է հաշվարկ իրենց այդպեսին հենց մահմեդականների մեջ եւ կրոնների համերաշխության կլասիկ օրինակով համագործակցության եւ այլն բոլորը գիտեին որ ես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահն եմ այդպեսի հանգամանքում եմ Դավիթ Երանոսյանը որ կուսակցությունից մեր կուսակցությունից է կուսակցական հանգամանքով է այսինքն
ինչ եւ շատ որևէ բան խնդիր եւ անեն մենք մասնակցեցինք եւ փորձեցի իմանալ դա ինձ հետաքրքիր ուրիշ առումով թե այլ քրիստոնյա պետություն այլ քրիստոնյա ժողովուրդ կա թե չէ համենայնիվ ես չկարողացա իմանալ դա պետք է հարցնեի բնական է չէի հարցնի իսկ այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ նման բան ուղղակի ես փորձեցի չտեսա հիմա սա այսպես ասեմ այդ հանգամանքով ենք բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը գիտեք որ խորքի մեջ այնքան շերտեր ունի դրա համար էլ տասնյակ հազար տարեր հարյուրավոր տարիներ մնում է այդ պետությունը ուժեղ որը մի օր թուլացած ուժեղացած բայց Իրանի հետ հաշվի չնստել հնարավոր չէ այս է կարևոր եւ նաեւ այստեղ նախանձը իմ մեջ չարությամբ մենք Հռոմի Իրանի մյուսների հետ ճանապարհ ենք ելել այո նայած տվյալներ թե ով է ավելի շուտ ով է քաղաքական ավելի մեջ ինչ ծառայություն ունի իհարկե չնամ սա Թուրքիա չի սա Իրանն է իր մշակույթ քաղաքականով իր բարեհամբույր ժողովրդով այսօր ասեմ ձեզ եւ այլն այս ուրեմն բայց բոլոր դեպքերում մեր արքաներ իրենց հետ հավասար երկխոսության են նստել մեկ հաղթել են, մեկ հաղթվել են Իրանի հետ մենք ունեցել ենք ամենասերտ առնչակցություններ իհարկե Իրանը նաև Հայաստանի առաջին բաժանող երկիրն եղել Հռոմի հետ բայց մենք ուր իրենք ուր մենք մնացել ենք մի Մեղրու Միչանսկի ծայրակետից կախված իրենք պիտի փրկեն մեզ եւ պատկերացրեք հասկացաք ասածս իմաստը եւ ահա մեր բնականը մենք մեզ մենք պետք է գնա պորոտախոսությունից այդ սպաներից եւ այլն մի պետություն որը բոլոր իմաստներով անկախ է մի ժողովուրդ մի հատված որը գիսրե ցերեկ մեռնում է ռուսի տակը մնալու համար այն էլ կիսադիակի վրա այսինքն պատկերացրեք ասեցի հազարավոր տարիներ հիմա ինչ որ է դրանից էլ դի ուրեմն օրինակ վերցնենք եթե օրինակ վերցնելու կարողություն ունենք դա բայց պատմությունը շատ բաներ պարտադրում է եւ ասեմ հետեւյալ ուրեմն մենք եղանք մի շաբաթ ուղիղ ուրբաթ եւ ինձ 5 օր Թեհրանում եմ եղել իմ ընկերները գնացին Իսվահան էլի Իսվահան գիտեք մայրաքաղաք հայկական համայնք Փարիզն էլի եթե բանը չասենք ուրիշ իմաստով ես գնացի ուրիշ տեղ որ իմ նպատակների մեջ էր եւ շնորհակալություն Իրանի իշխանություններին որ այդ ծանրությունը դարան որտեղ դա ծանրություն է ինչ որ պետք է ասեմ 5 օրում ուրեմն ես երկու բացի մեկ բաց ուրեմն համալսարանական դասախոսությունը որը տևեց Իրան-Հայաստան եւ տարածաշրջան պատմական եւ արդիական էս Խաչաձևումը մշակութային բանով որը տևեց շուրջ 3 ժամ 2.5 ժամից ավելի պարզապես իմ այդ զեկուցումը եղել է Դավիթ Երանոսյանը իմ կուսակցական ընկերը ուրեմն մշակութային երկխոսության մասին հրաշալի կարճ հաղորդում տվեց, որի համար նաև Իրանի առաջին հեռուստաընկերությունն անմիջապես տարավ հարցազրույցները եւ դահլիճը բազմականակ չէր թվով, որտեղ ինձ կանխավասել է մասնագիտական է լինելու եւ ուսանողներ, այսինքն ամբողջով լցվենք, մի հատ լցվենք եւ այսպես ասեմ, ես բազմաթիվ նոր բաներ եմ ասել, ինչ որ էստեղ եմ ասում եւ մարդիկ շատ լավ ընդունեցին սկզբից Եվ ստանդարտից դուրս են բերել մեր զեկուցումները իրենց պահանջարկի իմաստով, կասեմ ինչ իմաստն է խոսքը, բայց ուրեմն այսպես քանի ուրեմն 5 օր, որ զեկուցումներ են եղել, կարդացել եմ 4 դասախոսություն, զեկուցում ավելի շուտ, բանավեճ կլոր սեղան, ինչ կուզեք ասել, որոնցից մեկն է եղել բաց, իրենց որոշումը, մյուսները փակ են եղել, Եվ այդտեղ եղել է անկեղծ խոսակցություն հետները, ուրեմն իմ պոստուլատներն եմ շարադրել եւ որոշ պոստուլատներ ասել եմ շատ հնցած են եւ մեզ համար ոչ ընդունելի։ Քանի որ գիտական բանավեճ է եղել, առանձնապես բան չի եղել էլի։ Մի խոսքով ասեմ հետեւյալը. ամեն զեկուցում բառացիորեն ֆիզիկական իմաստով
2.5 ժամից պակաս չի տևել, որովհետև սկզբից եթե թերահավատություններ լինում շատ արագ ոնց որ Այդ անկեղծ զեկույցների մեջ դուք ունեցել եք այդ դիրքորոշումը, որ ժամանակն է, որ դուք գործող քայլերով այո, ունեցել եմ Ոչ թե հայտարարությունների ձևով, այլ ավելին եմ ասել, քան այդ է, ասեմ առանց դետալներ չարժի էլ, ուղղակի թիվն եմ ասում, այդ ինչ-որ բաներ, որովհետև ինչ թող իրենք հրապարակեն, բայց դե բարձր իրենք ձայնագրել են էլ իմ ասելը, չի, ինձ թարգմանել են, փայլուն թարգմանություն է եղել, բացի առաջին հանդիպումը, որ ես պահանջեցի, որ թարգմանչին փոխել, որովհետև ես գեոքաղաքականության տերմինաբանություն, քաղաքագիտության եւ այլն տերմիններ էի օգտագործում, թարգմանը չէր կարողանում։ Մեր մոտ հայրս մոտ պատկերային մտածողություն է զարգացած, որը չի տանում ճշգրտության, ասենք դուք ասում եք Թուրքիայի հետ հարաբերությունները կանոնավորում են, մեկն ասում է մենք եղբայրանալ չենք ուզում։ Մենք բարեկաման կանոնավորում ոչ եղբայրությունը, ոչ ուրիշ բան է, բայց կողքն է պետք է ինչ-որ հարաբերություն կանոնավորես քաղաքական եւ այլն։ Ուզում եմ ասել այսպիսի բաներ եւ որովհետեւ ես ազատ լինեմ եւ կարծում եմ որ հաջողություն ունեցա ես առանց բանի ես գլուխ կովել չգիտեմ, բայց ասեմ որ դա ատում եմ, բայց դե համեստությամբ երբեք չեմ տառապել, դա էլ հիմարություն եմ հաշվում, ավելորդ համեստությունը։ Օբյեկտիվորեն այն ինչ որ դրա համարից որ ասում են լավատես է, չէ։ Աշխարհում եք ասում ես լավատես չեմ, ոչ վատատես եմ, ես իրատես եմ։ Ես քաղաքական գիտությամբ եմ զբաղվում, պարտավոր լինել իրատես։ Մարդիկ են լավատես են ասում։ Ինչպես ասեմ, ինչն էլ բան է, երկու բան ասեմ, որ բոլոր տեղերում ասել եմ, իհարկե դա մի քիչ լավ չի ընդունվել սկզբից, տարօրինակ բան է թվացել, բայց իրավիճակը մեր պատերազմը պարտվելուց հետո մեզ պարտադրում է հայերիս անկախություն այնքան սիրել, որ կարողանալ անպայման պետություն անկախություն ուժեղացնել։ Մենք տարբերակ չունենք, եթե ուզում ենք մեր հայրենիքի, այսինքն ասել եմ մեր թուլությունը մեզ պարտադրում է գերլարում առաջացնել եւ լինել անկախ պետականություն ավելին, քան եղել ենք, իրական անկախություն։ Այս մեկ քարտեզը հիշեք Հայաստանի Հանրապետություն, այս քարտեզը պատկերացրեք, որ իմ ասած այնտեղ եմ ասում, որ հասկանալի լինի։ Առանց քարտեզի դա չի հասկացվի։ Եվ երկրորդը ասել են, որ դուք Սիրիայում շատ ծանր պարտություն եք կրել, եւ դուք ռուսների քծված եք այդտեղ, որտեղ ռուսները ձեզ չօգնեցին, ինչպես որ Արցախահայությանը խաբեցին եւ հանձնեցին ադրբեջանցիներին։ Հիմա չգիտեմ ինչու են հաջողել ձեր մոտ, որտեղ դուք պետություններ եք, բայց այսպես է, հիմա Սիրիայում, եթե այսօրվա հաշվով չէ, բայց մի քանի շաբաթով հաշվով Ռուսաստանն ունի 4 ռազմաբազա, ուղղակի դուք չկաք եւ չկա Ասադը, երկուսը քծված եք այդ իմաստով։ Հիմա սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է Սիրիայի բարակայում Իրանի մերը պարզ է։ Մենք պարտադրված ենք անկախանալու, ասեմ, նաև կաթողիկոս չի, ով լինի, բոլորին լցնելով փոսը պետության անկախությունն ամրապնդենք, ունենանք եկեղեցին մեր։ Հիմա սրան դուք պարտավոր եք այսպիսի բան, Սիրիայում չլիներ Իրանի համար նշանակում է Հեզբոլլահի թուլություն կամ չեմ խիստ ասեմ, բարեկրթություն վայեմ, Գազա եւ այլն, Իրաք, դուք շարժվում եք դեպի արևմուտք է լինում, չէ, միջին արևելքից ասեմ եմ ձեզ դուրս են մղում եւ դուք չեք կարող այսօր վերադառնալ, բայց ինչ կարող եք անել, էս է հարցը, ուրեմն մեր վիճակը եւ դուք ուզեք չուզեք իրար հետ համադրված եք գործելու, այդ որ ասում եք բայեկան, համադեմ բան մենակինքն է եկել, ռազմական նախարարքանը որ առաջ էր, այստեղ Լավրովի հետ հենց զուգահեռ օրը, ասում եմ այսպես եւ դա բարտավորեցնում է ձեր աշխարհայացքի մեջ մի բան փոխել, իմպերիական մոտեցումը փոխել, որ դուք մեզ հովանավոր եք, եթե դուք ուզում եք հովանավորել, նշանակում է Հայաստան թույլ պետք է լինի, եթե Հայաստանը թույլ է լինել, դուք այդտեղ տեղ չունեք, մեր ռեսաստրուկները ռուսի կբերեն, այնպես որ միակ ճանապարհը, որ Իրանին ձեռնտու է, Հայաստան ուժեղ եւ ուժեղացված տեսնելն է, մեզ խիստ անհրաժեշտ է Իրանի կայունությունը ճանապարհներ եւ այլն այս բաները, այս երկու հանգամանք ասել եմ, երկուսից պարտավորեցնում են իմ ասած ճանապարհով գնալ
Եվ այստեղ ինչ է կարևորում։ Այդտեղ կարևորվում է հարավ-հյուսիս ճանապարհը, այն մայրուղին, որ ագարագով անցնում է Իրան եւ եւ որ գալիս է Հայաստան, որի ճանապարհաշինությունը շատ ակտիվ լավացել է եւ ասում են, որովհետեւ դուք զգաք ինչպիսի լրջություն ունենք մենք որպես պետություն, դուք պետք է տեսնեք, թե ովքեր են ուրեմն Զանգեզուրում Սյունյաց այս մայրուղու վրա թունելները կառուցում, տենդերները շահել են իրանական ընկերությունները։ Ասում են դուք լուրջ մարդիկ եք, իրականում շատ լուրջ միջավայր է, ասում հասկանում եք, որ այդ տենդերները կարող են շահել ուրիշ թունելագործներ, ասենք Շվեյցարիայից, բայց ձեզ է հանձնված, սա ժեստ է ճանապարհի համապատասխանության, որտեղ իրենք չունեն, ընտիր ճանապարհներ ունեն։ Նախանձից կմեռնեք, ինչ ճանապարհներ են որևէ մեկը, բայց նախանձելու բան չկա, սովորելու բան կա, եւ պետություն ունենալու բան կա, պետություն ունենալու, պետական կարգ ունենալու բան կա մեջը։ Մի խոսքով եւ ասում են, որ հարավ-հյուսիսը հիմա եթերով են ինքը մի ճյուղավորում ունի, ինչի մասին երկար եմ խոսել, առաջ օրը մի քիչ ոնց որ թե շատ արագ չընկալվեց, որովհետեւ շատ նոր բան եմ, տեսեք, ասում եմ, նախ ձեզ որը մեկը չի ասել, չի համարցել, որ Սիրիան թուլացել եք, չկաք։ Ուրեմն դա փոխում է վիճակ, ես ասում եմ, բայց որ մեր լուծում ենք, մենք հասկանում ենք եւ անեն, ահա հիմա ինչ է լինում։ Ինչ կարող է դառնալ հարավ-հյուսիսը, եթե կարող է դառնալ ծովից ծոց մայրուղի։ Ինչ է նկատվում, Սև ծովով ճանապարհը գալիս է Հայաստանյան այս մայրուղին, ինչ որ ասել, հիմա նախագիծն եմ ասում, այդ մայրուղին Թեհրան, Թավրիզ, այնտեղ ուրեմն բանով անցնում եմ մինչև Հնդկական օվկիանոս Չաբար նավահանգիստ, Օմանի ծոց է իջնում Հնդկական օվկիանոս, որը Պակիստանի կողքն է։ Եվ այս ճանապարհը կարող է աշխատել եւ Հայաստանը դուրս կգա ծով, պարտադիր չի Սև ծով, Իրանը դուրս կգա Եվրոպա Սև ծովով եւ այլն։ Եվ այս առաջի օրերը չէ, երկրորդ օրը չէ, ասել էի, երրորդ օրը տեսա, որ իմ բաները ովքեր որ դիմել էի, որ ես անպայման Չաբահարի նավահանգիստ եմ ուզում գնամ, աչքովս տեսնեմ, այդ ծովածոցը արժևորեմ, իմ պատկերացումը նաև ներկայացնեմ եւ Հայաստանում եւ Իրանում եւ աշխարհում եթե կլինի ինչու որտեղ պիտի հասկանամ ես ինքս ինչ եմ առաջարկում այնտեղ ասեմ հետը ուրեմն դա լինում է այսպես անվանենք հա ծովից ծոց ուրեմն այդ մայրուղի որը սկզբից ընդվզում մի քիչ առաջացրեց անդեղյակության իմաստով թե դա կարևոր բան է հետո վերջում ասեցին տոմսը պատրաստ է այսօր կարող եք գնալ երկու ընկերներ հրաշալի մեկը պարսիկ, մեկը ուրեմն հայ, այսինքն երեք տոմս ասին ինքնաթիռը թռնում է, այսի ժամին մի խոսքով եւ այսպես ես եղա Չաբարի ուրեմն նավահանգստում քաղաք ամբողջովին մեքենայով շրջեցինք, այդ բոլոր իրանական կողմը կազմակերպել է ասեմ ձեզ, երեկոյան դե շատ շոկ է, դուրս եկանք այդ բոլորը նկարվել, եթեր եմ դուրս եկել և նաև աշխարհի հայությանն եմ դիմել, որ լոբինգ արեք այս ճանապարհը աշխարհի տարբեր երկրներ նաև շահագրգիռ ձևով հասկանան, որովհետև դա Բանդար Աբասից դեպի արևելքը, Պակիստանի սահմանի վրա է։ Հիմա գիտեք հարցը ինչն է, կարծում եմ որպես առաջի փորձ շատ հաջող էր, մնացածը չեմ ասում քննարկման ժամանակ ինչեր են եղել, ինչեր չեն եղել, որովհետև մի դեպքում դուք եք նստել 8 հոգի, 15 հոգի, բոլորը ասեմ պատասխանատու նախարար մեկին ասեցին, որ ասենք պաշտպանության նախարարության ներկայացուցիչ նախարարն ուղարկել է զեկուցմանը եւ այլն, էլի ասենք բարձր չէ պատասխանատվությանը։ Հիմա եւ այսպես ինչն է այդ Չաբարի նավահանգստի առավելությունը։ Նախ քաղաքը հին է, թվում է, ավերակներ բաներ, բայց դրա կողքին, ասեմ, բարձրանում են հսկայական շինարարություն է գնում, էլ մետալուրգիական հսկա գործարան, քիմիական գործարան, աչքիդ առաջ
քիմիական, չգիտեմ, այս մի բանի հետ, նաև նոր շինա հյուրանոցը միջազգային ստանդարտում որ մնացին, թվում է հեռու կորած տեղը, կիսանապատ վայրեր են, Բելուջիստանն էլ է, այնտեղ հիմա դրա առավելությունն ինչն է, ուրեմն այդ նավահանգիստ օվկիանոսային նավեր կարող են ընդունել խորն է, Բանդար հակառակ, Բանդար շատ ծանրաբեռնված է, նաև այնտեղ կռիվներ բան շատ է լինում, կոնֆլիկտային է, ինչից մենք օգտվում ենք, էլի։ Եթե դա լավ կառուցվում է, Հնդկաստանը կողքին է, Բոմբեյ կամ Մումբայ, խոշորագույն նավահանգիստը ինքը ուրեմն այդտեղից ապրանքափոխադրություն եւ մարդիկ պիտի իմանան, որ Հնդկաստանը աշխարհի երրորդ տնտեսությունը եւ շատ արագ է զարգանում, որը Իրանի հետ ունի լավ հարաբերություններ, մեզ համար գերազանց, մեզ հետ գերազանց։ Ես դա ասեցի, ահա, ինչ որ զուգորդում է առաջանում շահագրգիռ պետությունների, իսկ Հնդկաստանից զատ էլ հիշեք, որ ապրանքահոսք է այնտեղ Ավստրալիա, բայց Ավստրալիա մի քիչ այլ պարագա է, Ինդոնեզիա, Մալազիան, որը Սինգապուր է դառնում, ապագայում, եթե դառնա Սինգապուր են ասում, Վիետնամ, այսինքն հարավ-արևելյան Ասիան իր ահռելի տնտեսական պոտենցիալով գալիս է, եւ նա Չաբարի մայրուղով արդեն ճանապարհներով կարող է Զանգեզուրով եւ այսպես Սևծոր դուրս գա Ռուսաստան եւ այլն։ Եվ ահա համբերման վինք, ահա խնդիր, որի վրա ես ամեն մի զեկուցման ժամանակ ուրեմն պնդեցի եւ երկու առաջարկ արեցի։ Ասեցի, որ հետեւյալը, որ 44 օրյա պատերազմի ընթացքում դուք թվում է թե մեր դաշնակիցն եք, բայց Ադրբեջանի հաղթանակին նպաստեցիք։ Եկեք, եթե եղբայր ենք, եղբայրորեն ճիշտ խոսենք, բայց գիտությունը պահանջում է ճշտախոսություն։ Պարզ է, չէ՞։ Դուք մեզ հետ խոսելուց ամեն մեկը ասում եք, որ պանթյուրքիզմի վտանգ Հայաստանի համար, բայց եւ ձեզ համար, ասում եք, մեզ համար էլ է խնդրեմ, բայց դուք պանթյուրքիզմի պետություն ուժեղացրիք Ադրբեջանին եւ հիմա ստիպված եք տասնյակ հազարավոր դոլար ծախսել բանակային զորավարժություններ անել Ադրբեջանի զսպելու համար։ Իսրայելի մասին եք խոսում, մեր ինչ-որ հարաբերություններ եւ մենք ինքնիշխան ենք, դա իմ ասածն է, մենք ցանկացած պետության հետ պիտի հարաբերվենք եւ դա կուսակցության տեսակետն է, իշխանությունը գիտի եւ այդպես կա, այսինքն Իսրայելի հետ, մյուսի հետ մենք, բայց մի բան 100% որ ասում եմ աշխարհի համար, մենք երբեք որևէ կերպով Հայաստանի տարածքը որևէ մեկը չի տրամադրի Իրանի դեմ որևէ գործողության։ Դուք Հայաստանից ոչ մի վտանգ չեք ստանալու, սա հաստատ է, բայց որ պետք է հարաբերվենք նրանց հետ էլ, դա էլ է հաստատ։ Ինչ չափով դե մենք Իսրայելի հետ այդ շահերը չունենք, որ շատ հիմա Թուրքիայի հետ պետք է մեր հարաբերությունները կանոնավորենք, Ադրբեջանը չգիտեմ ինչ կլինի, եւ այսպես մի խոսքով այսպեսի խոսակցություններ եւ կարծում եմ մենք դեռ կհասնենք անդրադառնալ, որովհետեւ եթե այդ հարցերը քննարկել եք այնտեղ, այստեղ որոշակի շրջանակներում հանդիպմանը եղել են մի շատ լավ տղա եմ ուզում ասել, անունը չեմ շուտ, որ ասեց ես գեոպոլիտիկայով եմ մասնակցել եւ ասեց որ ձեր տեսակետներն ամբողջովին կիսում եմ։ Ուղղակի ես իրենց առաջարկ արեցի, այդ Իսրայելն էլ ձեր Ադրբեջանում ներկա է զենքով, դիվիզիայով, բրիգադով, ասենպես որ բերեք մեր վրա այդ բաները մի ծախեք էլի Իսրայել բան, որտեղ այ խնդիրը պանթյուրքիզմը Ադրբեջանում է եւ մյուսը Ադրբեջանում է եւ բարձ չէ, բայց հիմա որպես ամբողջական լինի ասեմ որ մեր իշխանությունն է շահագրգռվի։ Կարևորը Ես իհարկե կարևոր է բոլորը, բայց ավելի կարևորը մի ուրիշ հանգամանք է։ Ասեցի, որ մենք ձեզ ալտերնատիվ կամ երկընտրանք ենք առաջարկում կուսակցությունը, տեսականորեն դա իմ կոնցեպցիան է, իշխանության կոնցեպցիան չի։ Իշխանությունը ինչքանով կվերցնի իր գործն է, բայց եթե մենք անցնենք խորհրդարան, սա պնդելու ենք։ Որն է դա, գիտեք, որ հաստատ լավ գիտեք, Իրանը ապրանքափոխադրումը ֆուրերով, որ ասում են, եւ նման ձևերով Բաքվով Էնզելի էլ Կասպից ծովի արևելյան ափերով մտնում է Ադրբեջան, Բաքվով դուրս է գալիս Սերծով, չէ՞։ Այստեղ ասում եմ բարեկամներ, դուք Ադրբեջանի ձեռի խաղալիքն եք, մի ճանապարհ է, եւ այդ ճանապարհը
երբ այդ պանչուրքիստական պետությունը երբ կբուզի կբացի, երբ կուզի կփակի, մենք ձեզ ազատության եւ այլընտրանքի հնարավորություն ենք տալիս Զանգեզուրով ինչպես մանա ժամանակը կարճ են հումորել արեցի, ասի Ադրբեջանում ձեզնից ամեն մի մեքենայից $300 կաշառք են վերցնում ամեն վարորդից, դենց է, ասի մերոնք շատ 50 վերցնեն, բայց ես մենք երուն եմ զրուցեցինք, ասին հիմա չեն էլ վերցնում, այսինքն պես որ ես կան է, այսինքն ալտերնատիվը եւ շահերի համատեղում, ես բոլորը ձեզ պարտավորեցնում եմ, որ դուք Հայաստանը ուժեղ լինի, ոչ ձեր բանը, եւ մեր արանքում ռուս չլինի, Արևիկում որտեղ գտնի Իրան, Հայաստան, այդ արանքում եւ ուղիղ իմաստով եւ այլ իմաստով Եվ կարծես թե հենց այդ հայտարարության մեջ էր չէ գրված առանց Ռուսաստանի մնացածները դուք լսել եք, դուք իմացել եք, ես փակեմ հետեւյալով, այնքան գործ են դե հասա որ ես նույնիսկ հանդիպում ունեցա իհարկե իրենց ցանկությամբ այաթոլլաներից մեկի հետ ինքն էր ուզել մենք երկար զրուցենք, ես էլ գնացել զրուցել եմ Կարծում եմ արդեն առիթ ունենանք հետո նաև երբ որ հարկ համարեք Եվ ես դուք էլ հայության լոբինգ արեք եւ այսպես թողեք էլի կա թողեք ասեք խաղաստում սեժ մեր թողեք պետություն կայանանք Իրանի մեզ ու նաև Իրանի նման ցերփակալեք հարցերը փակեք վերջացրեք բազար սարքելը դեմոկրատիան ու բազար չի ուզում եմ ասել այս հարցերը որտեղ մենք էլ դուրս կանք այդպեսին այդ մայրուղին մեզ շատ է ուժեղացնում եւ Չաբարի նավանկիստը շշմել է ինտերես եկել է Սպահան, Շիրազվան, դե Իրանն է ասեմ որ Իրանը նաեւ ովքեր զբոսաշրջությամբ են զբաղված շատ է փոխվել այն մռայլ օրինակ ես 99 թվականին եղել եմ դեկտեմբերին շատ այն կանայք գլխաշոր չեն գրում եթե չեն ուզում երեկոյան մոլ ունեն Թեհրանում հսկա մի կառույց է որտեղ մենք ընկերներով նաև ոնց որ երեկոյան Երևան լինի Իրանը շատ փոխվել է իրենց էլ ասեցի դուք մենք եկեք բայց քիչ է ապրանքափոխադրություն եւ այլն իշխանություններն էլ իրար հետ աշխատեք եւ խնդիրները լուծեք բայց Իրանի բարեկամները խնդրեցին մյուզեք տեղավորվեք Հայաստանում մենք ոչ մեկին տեղ չենք տա մենք ռուսներին պիտի դուրս շպրտենք եղեք ընկերել բարեկամ Պարոն Շիրինյան մեր հաղորդման ժամանակը մոտեցավ ավարտին շնորհակալություն եմ հայտնում Կարծում եմ հաջորդ հանդիպմանը արդեն դուք ինքներդ կորոշեք թե առաջիկայում գնալու եմ աղվերան եւ իրենց խոստացել եմ այդ ճանապարհը եթերով ներկայացնել ան մայրուղին, որը մեզ իրենց դուրս կբերի ստրատեգիական բոլորովին այլ հարթություն եւ հայերեն ասեմ ոչ թե մուտիլովկա սիրեք, այլ ողորմելիներ անողներ, այլ գեոստրատեգիա ուսումնասիրեք։ Սա է մեր երկրի զարգացման հնարավորությունը։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Ստեսուտես։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։